Սիրելի ժողովուրդ, ուրեմն 2018 թվականի ոչ բռնիթավշյա հեղափոխության հենց հաջորդ օրվանից բոլորս շատ լավ հիշում ենք, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված շրջանակները, որոնք արդեն ամբողջության մեջ ջրերես են դուրս եկել եւ մենք բոլորին դեմքերով արդեն գիտենք ով ում բարեկամն է, սկսեցին շրջանառել հետեւյալ թեզը, բոլորս հիշում ենք, եկել են հողերը տան, հողերը ծախված է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք այն ժամանակ ամբողջության մեջ չենք էլ հասկանում, թե ինչ հրեշավոր ուրեմն պլանի մասակազմում այս ուրեմն թեզը այս հայտարարությունը։ Հետո մեզ համար կպարզվեն մի շարք հանգամանքներ, թե բանակցային գործընթացին վերաբերող, թե առհասարակ սրանց պատկերացումներին վերաբերող, թե ինչպես էին ուզում պետականությունը զոհաբերել հանուն իրենց իշխանության վերականգնման։ Եվ ո՞րն էր այդ հրեշավոր պլանը։ Սերժ Սարգսյանն ըստ էության իր վերջին հարցազրույցում էլ եւս մեկ անգամ փաստեց, բայց մի հատ էլ ուրեմն հեղափոխությունից առաջ էր ասել, իր հրաժարականից առաջ էր ասել, որ ուրեմն բանակցությունները փակուղում են ըստ էության գուժելով մոտալուտ պատերազմի մասին։ Հիմա էլ այսքան տարի անց իր հարցազրույցում նստում եւ հետեւյալ տեքստն է ասում, որ դե 44 օրյա պատերազմն անխուսափելի էր, բայց այ պատերազմի արդյունքները կանխատեսելի չէին։ Այդ ո՞ր արդյունքների մասին եք խոսում։ Այն արդյունքների, որոնք ձևավորվել են ուրեմն 30 եւ ավել տարիներ բանակը թալանելու արդյունքում, այն արդյունքների մասին, որոնք ձևավորվել են 30 եւ ավել տարի բանակցային գործընթացում բոլոր հնարավորությունները մսխելու ընթացքում, որ արդյունքներին եք ակնկալում այն արդյունքներն էին ձեզ համար ոչ կանխատեսելի, որոնք ձևավորվեցին ձեր կողմից նշանակված գեներալների հրամանները չկատարելու արդյունքում, ձեր կողմից զինվորներին խաբելու արդյունքում, որ գնում դիրքերում ասում եք հողերը ծախածա մի կռվեք, հողերը հանձնվածա մի կռվեք ում համար եք կռվում, այն որ ասում եք տանկերը պտտեք դեպի Երևան, հա, այս ամեն ինչի արդյունքում ձևավորված արդյունքներ ձեր համար ոչ կանխատեսելի։ Ըստ էության, թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց շրջապատի համար մի արդյունք կար, որը կանխատեսելի չէր, դա այն էր, որ նոյեմբերից հետո իրանք չեկան իշխանության։ Եվ սա էր հրեշավոր պլանը։ Շատ լավ իմանալով մոտալուտ պատերազմի մասին, շատ լավ իմանալով բանակի հնարավորությունների մասին, շատ լավ իմանալով, թե ուր են բերել Հայաստանը, թողնել, փախնել ուրեմն իշխանությունից, հետևյալ տրամաբանությամբ եւ հետևյալ հույսով ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարող թիմը կգնա երկու ճանապարհով կամ կարձանագրի այդ պահին եղած բանակցությունների արդյունքներն ասել է, թե Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում իր բոլոր հետևանքներով, եւ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ էր տեղի ունենալու այդ պահին։ 30 եւ ավել տարիներ մարդկանց այլ իրականություն ուրեմն մատուցելու արդյունքում նման գործողության գնալը ուղղակի պետականության համար ինքնասպանության պես բան էր լինելու։ Եվ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց թիմակիցների ուրեմն խաղադրույքը հենց այդպես այն էր, որ ուրեմն այս առաջին սցենարի արդյունքում երկրի ներսում քաղաքացիական բախումներ կսկսվեն։ Եվ դեռ պարզ չի թե արտաքին առումով ինչ ռիսկեր կգեներացվեն Հայաստանի շուրջը եւ մինչեւ ուր կգնա այս պատմությունը։ Երկրորդ սցենարը հետեւյալն էր՝ կլինի պատերազմ եւ պատերազմի արդյունքում պարզ է թե ինչ է լինելու, որովհետեւ նրանք շատ լավ գիտեին թե ինչ ուր են հասցրել բանակը։ Եվ նոյեմբերի 9-ին կամ մի այլ օր, նոյեմբերի 9-ի նման մի այլ օր, նրանք փլատակների վրա կգան իշխանության զոհերի գնով, Ղարաբաղի գնով, Հայաստանի պետականության գնով կգան իշխանության եւ էլի կվայելեն այն ամենը, ինչ որ վայելում էին դրանից առաջ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պետականության հաշվին։ Այսինքն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց ընկերների սցենարը հետեւյալն էր։ Եթե այն ժամանակ Ղարաբաղն օգտագործում էին իշխանությունը պահելու համար, հիմա էլ Ղարաբաղը եւ Ղարաբաղի շուրջ անխուսափելի կոնֆլիկտն ու պատերազմը նրանք ուզում էին օգտագործեն, որ վերադառնան իշխանություն եւ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէր այդ ընթացքում քանի զոհ կունենայինք։ Եթե գնայինք իմ ասած առաջին սցենարով եւ երկրում խառնաշփոթ ստեղծվեր, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէր թե ինչ կլինի մեր պետության հետ։ Եվ նույն կերպ էլ հետաքրքիր չէր թե ինչ կլինի պատերազմի արդյունքում, ինչ մասշտաբի աղետի հետ մենք գործ կունենանք։ Միայն թե գան իշխանության։ Եվ սա է եղել ուրեմն Սերժ Սարգսյանի եւ թե Ռոբերտ Քոչարյանի հրեշավոր ուրեմն պլանը Հայաստանի Հանրապետության պետականությունն օգտագործել իրենց իշխանության վերականգնման համար։ Եվ հիմա էլ նստում են ինչ որ ճոռո խոսույթներով խոսում են, հարցազրույցներ են տալիս, ես իմ ում, ես իմ ոնց։ Հələ մի հատ էլ վերնագիրը դնում են բացառիկ հարցազրույցներ։ Թե բա հա բացառիկ է ձեր հարցազրույցները, ձեր կառավարման տասնամյակների ընթացքում մի երկու անգամ եք խոսացել դուք ընդհանրապես։ Ձեր համար հարցազրույցը չի բացառիկ։ Ձեր համար ընդհանրապես զրույցն է բացառիկ։ Խոսքն է ձեր համար բացառիկ, հատկապես հայերեն խոսքը։